Թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ, իսկ բացվել է 2006-ին, քիչ դժվարությունների է հանդիպել հիմնադրումից հետո, հատկապես Գյումրու 1978 թվականի երկրաշարժի հետևանքների համատեքստում։ Ոչ մի թերություն չի ունեցել, երկրաշարժից հետո մենք ամեն տարի վերանորոգում ենք, խնդիրներ չկա։ Ինչպես է կազմակերպում ցուցադրությունները, որպեսզի այցելուները ոչ միայն տեսնեն իրերը, այլև զգան Մհեր Մկրտչյանի կյանքի և ստեղծագործության ոգին։ Մեր սրահը շատ փոքր է, 3 հիմնական մասերից էր պատկացած, ամեն փոքրիկ հատվածը իր պատմություն ունի ընտանիքի մասին, միջին հատվածը թեմական հատուցներն են, իսկ վերջի հատվածը ֆիլմերի հատվածն է։ Թանգարանում անցկացվում են թեմատիկ ցուցադրություններ և զրուցություններ ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ, ինչ հետաքրքիր միջոցառում է եղել վերջին շրջանում և ինչպես է գրավել երիտասարդ այցելուներին։ Այսի շրջանում այս նախագծային աշխատանքով շատ մեծ միջոցառումներ են կազմակերպվում, բայց ընդհանրապես, եթե հանձնարարում են մի քիչ շուտ, ֆիլմ դիտումներ են կազմակերպում Երևանում, քիչ շնորհանդեսներ, միջոցառումներ շատ են կազմակերպվում։ Ինչ գլխավոր մարտահրավերներ կան թանգարանի համար այսօր ֆինանսավորման, պահպանության կամ զբոսաշրջության առումով։ Մենք շատ զբոսաշրջիկներ ունենք, այցելում են մեծ սիրով, ոչ միայն Հայաստանից, այլ Տեսնում թանգարանի ապագան հաշվի առնելով Գյումրու զբոսաշրջության զարգացումը։ Շատ այցելուներ ունենք, ոչ միայն Հայաստանից, այլ Եթե կարող եք մեր կին կամ ձեր ընկերուհու, որը լավագույն դասացնում է Մհեր Մկրտչյանի տաղանդը, որ ֆիլմը կամ դերը կլինեն Ֆին օրերի երկնք հրաշալի խաղաց կամ խոստակարի որի դերը, որ ոչ ոք չկասկածեց, որ ինքը կավ չի։ Կամ որ նացրես կրնասել, դու դե միլիոն է այլ իմպրովիզներ, բոլորի թաղուն նոմի ռեժիսորի չոր եղբայրն էր, հանձնարարել էին թուղթը տեղավորել նավաշի շերտի մեջ, որ եկավ անցավ ու շատ զաստացել։ Վերջին տարիներին բազմաթիվ թանգարաններ են թվայնացրել իրենց ֆոնդերը, ինչ ծրագրեր ուներ Մհեր Մկրտչյանի թանգարանի ցուցահանդեսների օնլայն հասանելի դասելու համար, հատկապես երիտասարդ համար։ Բոլոր ցուցանմուշները վայնասպորտել, իրի շատ տողություններ կդի լինեց։ Բայց մենք սպասում ենք, քանի որ դրիմից տեղափոխեն, այդ անգոնը վերանորոգում Նույն որպես զբոսաշրջության պետ ավելի գրավիչ է դառնում։ Ինչ դեր է խաղում թանգարանը օտարերկրյա հետազոտությունների գրավման գործում և ինչ լեզուներով են հասանելի տեղեկատվությունը։ Առանձնապես մենք ռուսերեն ու հայերեն ենք ներկայացնում, բայց եթե նորությունները ուրիշ լեզուներով